Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 6-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Քանի որ Եվրոպան արդեն սկսել է անվտանգային նոր ռազմավարության օրակարգ ձևավորելու խնդիրը, ընդդեմ Ռուսաստանի ընդգծված եւ առանց Ամերիկայի, դրա համար հիմնական հարցերը սկսենք եվրոպական լուրերից, կառնարդառնանք նաեւ Ամերիկա տարածաշրջան։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է միջազգային իրավիճակով պայմանավորված ֆրանսիացիներն արդարացիորեն անհանգստացած են։ ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմի հարցում փոխել է դիրքորոշումը։ Նաև մտադիր է մաքսատուրքեր սահմանել Եվրոպայի համար։ Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի եւ Եվրոպայի համար։ Խաղաղության ճանապարհը չի կարող լինել առանց Ուկրաինայի կամ Ուկրաինայի կապիտուլյացիայով։ Եվրոպայի ապագան չի կարող որոշվել Մոսկվայում կամ Վաշինգտոնում։ Նախաձեռնելու եմ եվրոպացի դաշնակիցների հետ ռազմավարական քննարկումներ Ֆրանսիայի միջուկային զենքի հովանոցը ողջ Եվրամիության վրա տարածելու հարցով։ Սա լրիվ որակական այլ խնդիր է, առաջի դեպքը չի, որ այս մասին ասում եմ, սա էականորեն փոխելու է նոր աշխարհակարգ ձևավորելու ծրագրերը։ Հիմա նաև կասեմ, թե ինչու է դա այդպես։ Ինչ համաձայնության էլ գանք, վերջնական որոշումը կպատկանի Ֆրանսիայի նախագահին։ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ։ Մենք մտնում ենք նոր դարաշրջան, հայտարարել է Մակրոնը։ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմը վերածել է գլոբալ հակամարտության, օգտագործելով հյուսիսկորեացի զինվորներ եւ իրանական ռազմական տեխնիկա։ Ռուսաստանը բարձրացնում է իր ռազմական ներուժը։ Ֆրանսիայի նախագահի կարծիքով Եվրոպան պետք է պատրաստ լինի նրան, որ ԱՄՆ-ն չի լինի մեր կողմից։ Երբ որ ասում է չի լինի մեր կողմից, չի ասում հետ կքաշվի կամ այս կողմ։ Դժվար չէ հասկանալ, որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ թե հետ է քաշվել, այլ անցել է հակառակորդի կողմը։ Այսինքն չի լինի մեր կողմից, կարող է լինի Ռուսաստանի կողմից։ Այն երկրների շտաբների ղեկավարները, որոնք ցանկանում են ստանձնել այս հարցում պատասխանատվություն, հաջորդ շաբաթ կհանդիպեն Փարիզում։ Ես ուզում եմ հավատալ, որ Միացյալ Նահանգները մեր կողքին են, բայց մենք պետք է պատրաստ լինենք, եթե դա այդպես չլինի, նշել է Մակրոնը, կոչ անելով ավելացնել ներդրումները պաշտպանության ոլորտում։ Մակրոնը նշել է, որ հաջորդ շաբաթ կհրավիրի պետությունների ղեկավարներին, որոնք ցանկանում են մասնակցել բազմապայման խաղաղության ստեղծմանը։ Այս պլանը Ֆրանսիան պատրաստել է Ուկրաինայի եւ այլ եվրոպական գործընկերների հետ, նշել է Ֆրանսիայի նախագահ։ Անկախ նայած Ուկրաինայում արագ կհասնենք խաղաղության թե ոչ, եվրոպական պետությունները պետք է կարողանան ավելի լավ պաշտպանել իրենց։ Մենք պետք է ուժեղացնենք մեր պաշտպանության հնարավորությունները։ Այս առումով մենք մնում ենք նվիրված ՆԱՏՕ-ին, բայց պետք է ամրապնդենք մեր անկախությունը։ Մենք Եվրոպայում ամենաարդյունավետ բանակն ունենք եւ մենք ունենք միջուկային զսպման հնարավորություններ։ Դա մեզ պաշտպանում է շատ ավելի լավ, քան մեր հարևաններին, նշել է Ֆրանսիայի նախագահ։ Ինչու՞ սենց ամբողջական երկար կարդացի, որովհետեւ հիմա այս նոր օրակարգն է որոշում։ Ամեն բառը նշանակություն ունի։ Այո, երբ որ Ռուսաստանը միջուկային շանտաժ էր անում, ես կխփեմ, ես կանեմ, աման վախեցած, Ամերիկան ասեց, դու գիտեք, գործ ունեք միջուկային պետության հետ, պետք է իրան զիջեք եւ այլ, այս իշխանությունն է իհարկե, նախկիներն էլ էին վախվորացել, այդ չի որ նախկիները այդպես կոշտ քայլեր էին անում, բայց ես ստացվեց այնպես, որ Ֆրանսիան ասեց, դե որ այդպես է, դուք այդքան վախեցած եք, ես ին վրա եմ վերցնում այդ ռիսկը, ես ին վրա եմ վերցնում այդ պատասխանատվությունը, եւ եթե Ռուսաստանը միջուկային շանտաժ անի, մենք էլ միջուկային զենք ունենք։ Ես Եվրոպային այդ հովանոցը կապահովեմ։ Դա հասկանում եք, որ լրիվ այլ որակ է առաջացնելու, այլ խնդիրներ է առաջացնելու։ Հիմա մի երկու բան կարդանք, ելի դրան անպայման կանրադառնանք։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նրա հստակ տեսլականի եւ խաղաղության հասնելու ջանքերի համար։ Ուկրաինայի նախագահը համապատասխան ուղերձ է հրապարակել։ Խաղաղությունը պետք է լինի իրական եւ ոչ միայն բառերով։ Այն չի կարող նշանակել կապիտուլյացիա կամ Ուկրաինայի փլուզում։ Այն պետք է լինի արդար, հուսալի եւ տևական, եւ դրան կարելի է հասնել միայն
Ուկրաինայի, Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի անվտանգության ամուր եւ երկարաժամկետ երաշխիքներով, գրել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային։ Մենք խորապես գնահատում ենք բոլորի ջանքերը, ովքեր աջակցում են Ուկրաինային եւ ուժեղացնում Եվրոպայի պաշտպանունակությունը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք առաջիկա օրերին միասին աշխատելուն խաղաղությանն ուղղված քայլերի վրա, գրել է Զելենսկին։ Իհարկե պատկերացնում եք, թե դա ինչ անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, որ նրանք հասկանում են, որ իրանց թված չնայած ռուսները մինչև հիմա շատ զգուշավոր են, այն ոգևորությունը չկա, որտեղ իրանք հասկացան, որ ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային համոզելով, Եվրոպային համոզելով գնաց, այլ Տրամպը իր ագրեսիվ քաղաքականությամբ շատ արագ դադարեցնենք, էս անենք, զենք չտանք, էս չանենք, եւ դա առաջացրեց հակազդեցություն, որի պարագայում Ռուսաստանի լավատեսությունը կտրուկ պակասել է։ Հիմա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. Մոսկվան Մակրոնի միջուկային հռետորաբանությունը համարում է սպառնալիք Ռուսաստանի հասցեին։ Վայ հասկացանք, մեռակ սպառնալով Եվրոպային, հիմա արդեն Ամերիկան է վախեցած, աման Տրամպը միջուկային Ռուսաստանի հետ գործ չունեք։ Հիմա Ռուսաստանն արդեն ասում է Ուկրաինան մեծ Ֆրանսիան մեծ սպառնում, ասում է հա սպառնում եմ, լավ եմ անում։ Ես էլ ինքնուրույն համակարգ ունեմ, որը անկախ է եւ Ռուսաստանից եւ Ամերիկայից, որովհետեւ մի պահ իրանք դուրս եկան ՆԱՏՕ-ից եւ իրանք իրանք ծրագրերը մշակեցին, հետո նոր վերադարձան։ Այսինքն ուզում ասի ես լրիվ ավտոնոմ այդ հնարավորություն ունեմ, իսկ դա արդեն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանի մոտ։ Լավրովը նյարդային է անվանել Ռուսաստանի եւ Ուկրաինայի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Մակրոնի մեղադրանքները, թե Ռուսաստանը պատերազմ է նախապատրաստում Եվրոպայի դեմ, անհեթեթություն են։ Այսինքն չէ, մենք դες նպատակներ չունենք եւ այլ եւ այլ։ Բա օրը մեկ ասում եք, հեսա Փարիզն ենք վերցնելու, Բերլինն ենք վերցնելու, այդ ամեն ինչը մարդիկ չեն լսել, բայց չէի կառավարության տարածում։ Հիմա ասում դե անում եք, պատասխանը կստանաք։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լկռնյուն մեկ օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարել է, որ դադարեցնում է հետախուզական տվյալների փոխանակումը Կիևի հետ, փորձելով ուժեղացնել ճնշումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի վրա, հայտարարել է. Մենք ունենք հետախուզական ռեսուրսներ, որոնք օգտագործում ենք ուկրաինացիներին օգնելու համար։ Այն դադարեցվել է 3 կեսօրից Ուկրաինային օգնությունը ամերիկյան։ Կարծում եմ մեր բրիտանացի ընկերների համար, որոնք գտնվում են ԱՄՆ հետախուզական համայնքում, շատ ավելի բարդ կլինի, ասել է Լկռնյուն։ Ըստ նախարարի, Ֆրանսիայի միջուկային զենքի պաշարները, որոնք ստեղծվել են սառը պատերազմի սկզբին եւ նախատեսված են եղել անկախ լինելու այն ժամանակվա գերիշխող տերություններից, ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից բավարար են։ Այսինքն իրանք նաեւ են հետախուզական ինֆորմացիան կտան, ուշադրություն։ Ամերիկայի եվրոպական դաշնակիցները ինչ են ասել են մենք հիմա պիտի սկսենք հետախուզական գաղտնի տվյալներ չտանք Ամերիկային, որովհետև կա մտավախություն, որ Ամերիկան դա կտա Ռուսաստանին։ Այսինքն ընդգծված ձևով ասում են, որ Ամերիկան ոչ թե հետաքաշվել, այլ դավաճանել է մեզ։ Այսինքն հստակ ասում են, այդ ինֆորմացիան գնալու է Ռուսաստանին եւ պատահական չէ, մամուլում էլ դա հայտնվեց։ Հիմա շարունակությունը նայենք, որ ասենք Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության սպառազինման հարցով պատմության մեջ ամենամեծ գագաթնաժողովը, հայտնում է Բիլդը մանրամասնելով, որ ճգնաժամային գագաթնաժողովում ԵՄ27 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ կքննարկեն, թե ինչպես Եվրոպան կարող է փակել այն բացը, որն առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նոր վարչակազմը դադարեցրել է ռազմական օգնություն Ուկրաինային։ Հանդիպմանը կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Քանի որ այժմ նույնիսկ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի կիրառման դեպքում ԱՄՆ-ի օգնությունը երաշխավորված չէ, գագաթնաժողովի կքննարկվի նաև ընդհանուր առմամբ եվրոպական ռազմական ներուժի ամրապնդումը։ Բրյուսելը պետք է 150 միլիարդ եվրո հատկացնի, չնայած այն հանգամանքին, որ պաշտպանության ոլորտը ֆորմալ առումով իր իրավասությունների մեջ չէ։ Այսինքն Եվրամիությունն է տալի անվտանգայինին 150 միլիարդ։ Այսինքն պաշտպանության ոլորտը իր իրավասության մեջ չի, բայց քանի որ եվրոպական անվտանգության համակարգ են ուզում ստեղծել, Եվրամիությունն ասում է այդ փողը կտամ։ Այս գումարը իթիվս այլնիկ օգտագործվի օգնելու տնտեսապես թույլ երկրներին ֆինանսավորելու Ուկրաինայի ռազմական աջակցությունը։
Հիմա դրա հետ կապված էլ մի բան կասեմ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Բրյուսել եւ միացել ԵՄ ղեկավարների հանդիպմանը, որն ընթանում է Էմանուել Մակրոնի ՌԴ-ին ուղղված խիստ նախազգուշացումից հետո։ ԵՄ ղեկավարները քննարկում են Ուկրաինային 800 միլիարդ եվրոյի օգնություն հատկացնելու հարցը։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի ինքնապաշտպանության առանց ԱՄՆ-ի աջակցության։ Հրաշալի է, որ մենք մենակ չենք, ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ տեսել է պատերազմի հենց սկզբից եւ այս ընթացքում եւ անցած շաբաթվա ընթացքում, որ դուք մնացել եք մեզ հետ։ Շատ շնորհակալ ենք, որ մենակ չենք, եւ սրանք միայն խոսքեր չեն։ Մենք դա զգում ենք։ Շատ կարեւոր է, որ դուք ուղարկեցիք ուժեղ ազդանշան ուկրաինացի ժողովրդին, ուկրաինացի զինվորներին, խաղաղ բնակիչներին, մեր բոլորի ընտանիքներին, եւ հիանալի է, որ մենք մենակ չենք, ասել է Ուկրաինայի նախագահը։ Եվ դուք պատկերացրեք, Հայմարսը ատակամսը տվել են Ուկրաինային, դե ատակամսի համակարգով են կրակում, հրթիռները արձակում, բայց արդեն զինամթերքը չեն տալիս, արդեն նոր զենքեր չեն տալի։ Այսինքն Ուկրաինային տեսեք ոնց են պարտադրում։ Ես քեզ զենք չեմ տա, Ռուսաստանը թող հարվածի, որ դու ստիպված ես ավելի շատ զիջես։ Այսինքն պատկերացնում եք, չէ՞, այսինքն ոչ թե Ռուսաստանին էլ չեն ասում, դե դու էլ մի կրակի, ասում է չէ, դու ընդհակառակը դու ավելի ինտենսիվ կրակի, Ուկրաինան չի կարողանա պատասխանի, որպեսզի դու ավելի շատ վերցնես, դե Տրամփն ասել է, չէ, Ռուսաստանը ինչ վերցնի, եք դիրքից է բանակցելու, իր դիրքերը ուժեղ են, այսինքն հնարավորինս առաջ արի, ես զենքը չեմ տա, այսինքն համակարգերը տվել եմ, զինամթերք չեմ տա, չի կարող Ուկրաինան պաշտպանվել, կոորդինատները չեմ տա։ Այս ձևի խաղաղությունն է Դոնալդ Տրամփը ցանկանում բերել Եվրոպային։ Դրա համար Եվրոպան հասկանում է, որ ոչ թե պետք է հաշվել, որ իրանք Ամերիկայի հետ չեն, պետք է հաշվեն, որ Ամերիկան Ռուսաստանի հետ է։ Եվրամիության արտաքին գործի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը այսօր հարավիրված արտահերթ գագաթնաժողովից առաջ հայտարարել նոր նախաձեռնության մասին։ Ըստ Կալասի դաշինքի համար գնալով ավելի դժվար է դառնում որոշումների կայացումը Հունգարիայի կողմից Ուկրաինային օգնության վերաբերյալ որոշումների ընդունման խոչընդոտների պատճառով։ Ահա թե ինչու մենք ունենք մեծամասնության կոալիցիա կազմելու նոր նախաձեռնություն, որը երաշխավորում է, որ մեկ երկիր չի կարող արգելափակել բոլորին, ընդգծել է Եվրամիության բարձր ներկայացուցիչը։ Այսինքն, եթե մենք կորոշենք գումարը տալ, այդ վետոն այլևս այդ իրավունքը չունենա Հունգարիայի վարչապետը։ Եթե հանկարծ կփորձի դա անի Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի, հիմա էլ կասեն երկու պետությունը չի կարող արգելափակել։ Այսօր արդեն խաղի կանոնների ժամանակը չի, պատերազմում, ինչպես պատերազմում ընդունված է ասել։ Եվ հիմա տեսեք, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում Եվրամիության արտակարգ գագաթնաժողովից առաջ Վոլոդիմիր Զելենսկու եւ Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. մենք ցանկանում ենք խաղաղություն ուժի միջոցով շարունակում են պնդել դա։ Այդ պատճառով ես այսօր ԵՄ ղեկավարներին կներկայացնեմ ԵՄ վերազինման ծրագիրը, որը կտրամադրի 800 միլիարդ եվրոյի ներդրումներ պաշտպանության բնագավառում, ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Հիմա տեսեք ինչն է հարցը։ Երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին խոսում ենք, դե ահագին օրեր առաջ էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ապշում են, որ կաղապատայի ռազմական ծախսերը կրճատելուց խոսեն, երբ որ ռազմական ծախսերը բերելու է իր տնտեսության վերելքի մանրամասը ներկայացրեցի այդ ամեն ինչը, բացի դրանից հետո նաև խոսել ենք նրա մասին, որ եվրոպական երկրները լուրջ ճգնաժամի մեջ չեն ուզում խոստովանեն, անգամ չեն ուզում ասեն, որ դա ճգնաժամ է, ճգնաժամային ծրագիր ներկայացնեն, ամբոստանալու են իրար դեմ, այս ընտրությունները այդ արդյունքն են ցույց տալի, ես հանգամանորեն դա ներկայացել եմ թե Բրիտանիայի, թե Ֆրանսիայի, թե Գերմանիայի պարագայում, իսկ հիմնական խաղացողները նրանք են։ Այդ իսկ պատճառով իրանք միակ ձևը, որպեսի հասարակությունը իրանց դեմ դուրս չգա, չեն կարող ասել հակաճգնաժամային ծրագիր ենք բերում, պետք է ասեն, բա մենք ինչի ենք ճգնաժամի մեջ, բա ձեր արածն ինչ է։ Դրա համար միակ շանսը, որ իրանք ունեն, ու այդ շանսը բաց չեն թողնի, դա ռազմական ծախսերի ավելացումն է, որի պարագայում այլ նորմատիվներով նրանք կկարողանան դա իսկ բավական ռազմական ծախսերն ավելացնեն, ռազմական ինդուստրիան զարգացնեն, այդ ժամանակ երկրները կհանեն ճգնաժամից, որովհետև այն ինչի
պատճառը, որ ճգնաժամի մեջ հանգե։ Այս ձևակերպումների ծախսերը կարող են այնպես անել, որ դա իրանց վրա բեռ չդառնա, որի պարագայում այս ծախսերը օգնի նյութատար, աշխատատար ճյուղերը զարգացնեն, արդյունաբերություն զարգացնեն շատ ինտենսիվ ձևով պաշտպանական ուղղությամբ, որը հնարավորություն տա օժանդակ տնտեսության օժանդակ հատվածները ոտի հանել ճգնաժամից, փակել պարտքերը եւ ստիպված չլնել նոր վարկեր վերցնել, նույնիսկ եթե այդ վարկերը վերցվեն կամ ներքին պարտքեր վերցնեն, պարտատոմսեր լինի եւ այլ, անգամ Եվրամիության նորմատիվներով իրանք այդ հնարավորությունը կունենան։ Ես ասացի, որ Եվրոպան այդ շանսը բաց չի թողի, ու ապշած էի, որ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ շանսը բաց թողեց, ու Եվրոպան, քանի որ դա իր միակ շանսն էր, ճգնաժամը գցել ռազմական ծախսերն ավելացնելու եւ Ամերիկան, քանի որ մեզ մենակա թողել, մեզ պետք է ռազմական ծախսերն ավելացնել, Եվրոպան պաշտպանել, այ հիմա տեսեք Ռուսաստանի դեմ մենակ են կանգնել մենք, Ամերիկան է Ռուսաստանի կողմից է կռվում։ Անհնարին էր, որ դա չանեին։ Ժողովուրդ ջան, ձեզ չթվա թե ես մի մեծ գյուտ եմ արել, որ ասել եմ։ Մտնեք տնտեսագիտական համալսարան, առաջի կուրսի ցանկացած ուսանողին ասեիք, Ամերիկան, եթե այսօր Տրամպը ցանկանում է իր երկիրը վերելք ունենա, խնայողությանը զուգահեռ ինչ քայլ պետք է անի, պետք է ասել ռազմական ծախսերը թող ավելացնի։ Կանգնի ասի, որ նոր Մարշալի ծրագիր կանենք Ուկրաինայի վերականգնման համար։ Շատ լուրջ ներդրումներ կանենք, մենք կգնանք տեր կկանգնենք եւ այլ։ Դա առաջի կուրսի ուսանողի մակարդակի բան է։ Ապշում են, որ այդ հասարակ բանը կարող է Ամերիկա, չէ, ես հասկանում եմ Ամերիկայում դա ինչի չեն հասկանում, որովհետեւ մի ծրագիր կա։ Կյանքը երկարացնելու Մասկը չի ցանկանում Տրամպի հետ հեռանա։ Առավել ևս նա չի ցանկանում Տրամպից շուտ հեռանա։ Նա միակ շանսը վերարտադրվելու դա նա է, որ Տրամպը մինչև պաշտոնի վերջ չաշխատի, իսկ ինքը կարողանա այն փոխնախագահային դարձնի նախագահ, ավտոմատ կերպով դառնա, նրան էլ օգնի էլի ընտրվի։ Եվ իր կյանքը երկարացնի մինչև հասնի նրան, որ սահմանադրություն փոխեն, չգիտես ինչ անեն, ինքը կարողանա առաջադրվի։ Պատահական չէ, որ ինքը կանգնում ասում է, այն դատավորները, որոնք որ նախագահի որոշումները կասեցրել են, այդ դատավորներն պետք է հեռացնեն։ Այս մարդը Ամերիկայի դատական համակարգն է ուզում փոխի։ Մարդիկ ոչ միայն սկզբից ջղայնանում էին, հիմա արդեն ծաղրում են, ասում են, այստեղ են որտեղից է հայտնվել, լրիվ անտեղյակ է, էլի։ Ինչի մասին է խոսքը։ Այս այդ ծրագիրն է, որը չի կարող չպայթի, ժողովուրդ ջան։ Այդ ամեն ինչը շատ պարզ կգա իր տեղը կընկնի, եւ մենք այդ ամեն ինչը ուշադրությամբ կնայենք։ Իդեպ ասեմ ձեզ, նաև էլ ասեմ, շատ դեպքերում մարդիկ մտածում են, որ կարող է, երբ որ ասում ենք Տրամպը հանրապետական կուսակցությանը նկատի ունենք եւ այլը, Ժորժ ջան, ինձ համար միևնույնն է դեմոկրատական թե հանրապետական կուսակցություն, ես Ամերիկայում չեմ ապրում, բացարձակ ինձ համար միևնույնն է, ես կուզենամ իրանք նորմալ քաղաքականություն վարեն։ Պատահական չի, որ անգամ դեմոկրատական կուսակցության լիդերներ, մարդիկ, падգամավորներ, իրանք նույնիսկ հարց են բարձրացնում, իրանք չեն ասում մեր այս նախագահը ավելի լավն է, քան ձեր Տրամպը։ Իրանք ասում են Ռեյգանը գերեզմանը շուռ կգա։ Նրանք բերում են իրանց լեգենդար նախագահի օրինակը։ Այսինքն ուրիշներն էլ են այդ օրինակը բերում, բայց խնդիրը ինչին է վերաբերվում։ Ինչի ուրիշ հանրապետական նախագահ չի եղել։ Աբրահամ Լինկոլնից սկսած Ուիլյամ Մակկինլիով վերջացրած, որին սպանեցին, որի անունով էլ նորից վերականգնեց Տրամպը 6190 մետր բարձրություն ունեցող Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթը, Թեոդոր Ռուզվելտը, որը նրան փոխարինեց, Էյզենհաուեր, Դոնալդ Էյզենհաուերը, բայց այդ բոլորը դրած մի կողմ, ինչի են հատուկ բերում Ռեյգանի օրինակը, որտեղ Ռեյգանի ժամանակ Ամերիկան եւ Խորհրդային Միությունը գրեթե հավասարվել էին իրանց ազդեցությամբ իրակշռով։ Ինքը համ Ամերիկայի տնտեսությունը զարգացրեց, բարձրացրեց, համ Խորհրդային Միությունը փլուզեց։ Նա չվախեցավ միջուկային զենք ունեցող Խորհրդային Միությունից։ Նա կանգնեց ու ասեց Խորհրդային Միությունը չալիքի առանցք է 1983 թվականի մարտին Մայամիում, երբ որ ասեց Ֆլորիդայում, եւ մի քանի տարի հետո հասան նրան, որ այդ պետությունը փլուզվեց։ Ու դա Ամերիկայի այս վերջի շրջանը միակ դեպքն էր, որ հանրապետականները 2 ժամկետ ընտրվելուց հետո մի հատ է 3-րդ ժամկետ ընտրվեցին, ոչ թե նույն նախագահ, այլ հաջորդը։ Այնքան էր մեծ Ռեյգանի հեղինակությունը, որ Ջորջ Բուշ ավագը որպես հանրապետական իր փոխնախագահ նորից ընտրվեց։ Այս սրա մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Սա խոսում է ոչ թե
հանրապետական կուսակցությունը ուզի թե չուզի ստիպված է ալնելու վերականգնել, որպեսզի ինքը իր անունը ամբողջությամբ չկապի Տրամպի հետ, որտեվ Տրամպը հիմա տանում է փլուզման, իրան չեն թողելու դա անի, իմ ասածը դա է, կյանքը ցույց կտա եւ մենք կտեսնենք, եւ պատահական չի, որ հենց թե Կալիֆոռնիան վերցնեն, որ մեր հայահոց նահանգ է Ռոնալդ Ռեյգանի հեղինակությունն այնքան էր, որ ինքը Կալիֆոռնիայում հաղթել է իր ընտրության ժամանակ 2 անգամ էլ։ Ջորջ Բուշ ավագը հաղթել է Կալիֆոռնիայում։ Դրանից հետո Բիլ Քլինտոնը 92 թվին ընտրվեց, ու մինչև այսօր Կալիֆոռնիան մշտապես ընտրել է դեմոկրատներին։ Բայց ես ուզում եմ ասեմ, Ռեյգանի հեղինակությունն այնքան մեծ էր, որ ինքը Կալիֆոռնիայում հաղթել է եւ ինքը եւ Ջորջ Բուշ ավագը, ու դա եղել էր հանրապետականների վերջի հաղթանակը։ Ես ուզում եմ ասեմ, թե ընդհանրապես թեմա չկա դեմոկրատ Իդեպ ասեմ ձեզ, միշտ ուզում եմ, որ դա պատկերացնեք, այնպես չի, որ դուք այնքան դեմոկրատներից դժգոհությամբ գնացիք ընտրեցիք, ոնց որ ասենք մերժեցիք Սերժին, գնացիք ընտրեցիք Նիկոլին։ Հիմա որ ասենք շարունակվի կավակ Քոչարյանին ընտրեք, ժողովուրդ ջան, մենք այդ անդերի փորձը ունենք, էլի թե ինչ ալում, երբ որ մեկից շատ զզվում ես, գնում ես ես իմում ես ընտրում։ Էտա դրա համար էլի այդ թեմաները մշտական մեր ուշադրության կենտրոնում կլինի։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով Ռուսաստանն Ուկրաինայում օտարերկրյա խաղաղապահների տեղակայման հարցում փոխզիջման տեղ չի տեսնում։ Լավրովը նշել է, որ Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայումը կնշանակի ոչ թե հիբրիդային պատերազմ, այլ ՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավում Ռուսաստանի հետ հակամարտություն ու այստեղ էս է հետաքրքիր, էս բացահայտումը։ Իհարկե այս նույն ձևի սինխրոն խոսում էր նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ այն որ ասում էր այդ անփորձ զորքը ոնց պետք է գնա Ուկրաինայում ինչ պետք է անի անարդյունավետ կլինի 30-40 տարի չեն կռվե որին իհարկե պատասխանը տվեցին նաև Մեծ Բրիտանիայի ես էլ պարզաբանեցի թե ինչին է վերաբերվում բայց դե մի հատ հետաքրքիր բան է նայենք էլի դե տողատակերը մենք կարող ենք կարդանք առաջինը այս մարդիկ ասել են զորքը տեղակայելու ենք խաղաղության պայմանագրից հետո Բա որ խաղաղության պայմանագիրը ալնելու Ամերիկայի միջնորդությամբ Ուկրաինա, Ռուսաստան նույնիսկ եթե Ուկրաինան շատ բաների համաձայն չի հանուն իր պետության համաձայնվում է գնում է զիջումների եւ ստորագրում են վերջ խաղաղությունը հաստատված է երաշխավորնել Ամերիկան է բա ինչ հակամարտության մասին է խոսքը որ եվրոպական ուժերը ելնեն Ուկրաինայի այդ արևմտյան հատվածում որպեսզի երաշխավորեն, որ Ռուսաստանը չի հարձակվի։ Ինչ հակամարտություն է առաջանում։ Կարող է դուք որոշել եք նորից հարձակվել։ Կարող է դուք որոշել եք Ամերիկան գա հանածոները վերցնի, անվտանգության երաշխիքներ չտա, Եվրոպային էլ ասեք դու զորք մի բերի, հետո Ռուսաստանը երբ որ կգա այդ տարածքները կվերցնի, Ամերիկան ասում է դե ես ինչ խնդիր ունեմ, որ պայմանագիրը ինձ ձեռնա, հողը կլինի Ուկրաինային է, թե Ռուսաստան ինձ համար ինչ տարբերություն, այդ հողի նյութերը ես պետք է հանեմ։ Բա դրա համար Եվրոպան համաձայն չի։ Եթե հիմա Լացուկոզը դրել է Լավրովն ասում է, որ ոնց կարելի է կարող է հակամարտությունը ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանը հակամարտ, իսկ ինչ հակամարտություն է ալնում որ։ Հիմա որ ՆԱՏՕ-ի անդամ հարևան ունեք, ինչ հակամարտություն կա։ Որ Ուկրաինայում է հակամարտություն։ Մոռացել եք ժողովուրդ ջան, մի քիչ հիշացնենք։ Բա որ դուք ասում եք բերեք Ուկրաինան մեջ անենք, ել մեկը չկռվենք իրար հետ։ Քանի տարի 2022 թվականից այդ էիք համոզում։ Հարևան պետություններ, ախր Ուկրաինան ժամանակին ձեր տարածքում ա եղել, մի մասը ձեզ ա պատկանել։ Եկեք դուք այդ վերցրեք, մենք էլ են վերցնենք, դառնանք հարևան։ Բայց ժամանակ եթե հանկարծ Եվրոպան համաձայնվեր, որ երկրների մեջ էիք որոշել մեջ անել։ Հիմա նայենք հարևանները, էլի ասենք Ուկրաինայի, դե Մոլդովան, Բելարուսը չեն քաշվում, Սլովակիան էլ չեն քաշվում, եւ վաղ Չեխոսլովակիա էր, հետո Սլովակիան առանձնացել Չեխիայից։ Այլ որ երեք երկրների մասին էր խոսքը՝ Լեհաստան, Ռումինիա եւ Հունգարիա։ Բա Լեհաստանն էլ, Ռումինիան էլ, Հունգարիան էլ ՆԱՏՕ-ի անդամ են։ Բա դուք երջանկացած ասում եք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, դուք վերցրեք դառնանք հարևան։ Բա ինչ անանք ՆԱՏՕ-ից պետք է հրաժարվեին այդ տարածքների համար։ Բա դուք եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ ուզում եք հարևան դառնաք, հիմա չեք անհանգստանում, որ ՆԱՏՕ-ի անդամ պետության զորքը որպես խաղաղապահ լինի այդտեղ։ Եթե ձեր նպատակը առաջ գնալը չի։ Դե տանդերը մարդիկ որ հասկանում են մեղավոր են։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։
Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելու փոխարեն նախընտրեց հրապարակային հռետորաբանությունը։ Նրա հայտարարությունները սպառնալիք են Ռուսաստանի համար։ Մոսկվան երբեք չի սպառնացել Փարիզին, հայտարարել է Զախարովան։ Այս ինչի եք սենց խառնվել իրար բա։ Չէիք սպասում, որ կարա տենց բանը լինի, որ կարան եվրոպական երկրները համախմբվեն, կարան եվրոպական երկրները միավորվեն եւ իրանց առաջ խնդիր դնեն։ Առավելևս եւ որ ասեցի, դա իրանց տնտեսությունները ոտի կանգնացնելու միակ վերջի շանսն է, անկեղծորեն վերջի շանսն է, որտեղ իսկապես իրանց վիճակը վատ է, որ իրանք դա չեն խոստովանի։ Դրա համար մենք իմանանք իրականում, որ իրանք այս շանսը բաց չեն թողելու։ Զախարովան հավելել է, որ ՌԴ-ն իր ռազմական պլանավորման ժամանակ հաշվի կառնի Մակրոնի հայտարարությունները Եվրոպայի վրա Ֆրանսիայի միջուկային հովանոցի մասին։ Ֆրանսիան հույս ունի ստիպել Ռուսաստանին ընդունել որոշումներ, որոնք անհրաժեշտ են Արևմուտքին, բայց դրանից ոչինչ չի ստացվի։ Ռուսաստանի ներկայիս ռազմական զարգացման ծրագիրը հարկադիր արձագանք է ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականությանը։ Մակրոնի ելույթը ցույց տվեց, թե ով է իրականում խաղադրույք կատարում ուկրաինական հակամարտության շարունակման եւ դրա հետագա սրման վրա, ասել է Զախարովան։ Բա ինչ պատահ է, ժողովուրդ ջան, բա դուք ասում եք մենք կանք չենք առնելու, մենք առաջ ենք գնալու, ելույթ եք ունենում համագումարին, ասում եք Ուկրաինային վերջացնենք, առաջ ենք գնալու։ Սա միակ երկիրը չի։ Մենք վերականգնելու ենք ցարական Ռուսաստանը, իսկ ցարական Ռուսաստանի մեջ մտնում էր եւ Ֆինլանդիան, եւ Լեհաստանը, տարբեր ժամանակներ էլի երկրներ։ Այսինքն մարդիկ էլ դրա համար անհանգիստ էին, բայց չմոռանանք Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ինչ ասեց։ Ասեց մենք շատ ուժեղ ենք եւ մեր աճի տեմպերն ավելի արագ են, մենք ավելի արագ ենք զարգանում, քան Ռուսաստանը։ Այսինքն մենք շատ արագ կդիմակայենք։ Օրենքով պետք է Լեհաստանը վախենար, հարևանը Ռուսաստանից վախենար։ Մանավանդ երբ որ ՆԱՏՕ-ի կազմում գտնվելով Ամերիկան տես չի, եթե Ռուսաստանը Լեհաստանի վրա հարձակվի։ Եվ կանգնում են եվրոպական պետություններն ասում են պետք չէ այլևս հույսներս դնենք Ամերիկայի վրա։ Այսինքն այս պարագայում Լեհաստանն ասում է մենք կզինվենք եւ Ռուսաստանին կհաղթենք։ Եվ դա ասում են Լեհաստանը մի փոքր երկիր է Ռուսաստանին հարևանությամբ։ Իդեպ ուշադրություն դարձրեք, շատ ենք այս մասին խոսել, Ամերիկան եթե ցանկանում է Ռուսաստանին փոկել Չինաստանից եւ Չինաստանին մեկուսացնի, Չինաստանն էլ իր շանսը բաց չի թողելու եւ Եվրոպայի հետ շատ լավ էլ աշխատելու է։ Ինքը չի թողի, որ Ամերիկան Ռուսաստանը միանան ընդդեմ Չինաստանի։ Ինքը շատ արագ աշխատելու է Եվրոպայի հետ։ Եվ տեսեք, Եվրոպայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լուշաեն ասել է. Չինաստանը դեմ է ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններին առանց Ուկրաինայի եւ Եվրամիության մասնակցության։ Ուկրաինայի համար խաղաղ համաձայնագիր չի կարող որոշվել միայն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև։ Իհարկե այս հայտարարությունը շատ սովորական կդիտվեր, եթե այս հայտարարությունը չլներ այն ֆոնին, երբ որ Եվրոպան անվտանգային օրակարգ է ձևավորում, այն ֆոնին, երբ որ Ամերիկան հրապարակային ասում է մեր նպատակն է մրցակցենք Չինաստանի դեմ, մեր նպատակն է Ռուսաստանին հանենք Չինաստանի դեմ։ Ռուսաստանը Չինաստանի դեմ չես անի, որովհետև Ռուսաստանը Չինաստանի տակ է, Չինաստանը Ռուսաստանի շալակին նստած է։ Ռուսաստանը կյանքում այդ քայլը չի անի Չինաստանի դեմ, բախտը չի փորձի բացարձակ, բայց դա չի հարցը, նույնիսկ եթե Ռուսաստանը բարելավի հարաբերությունները Ամերիկայի հետ ընդդեմ Չինաստանի, Չինաստանը բարելավելու հարաբերությունները Եվրոպայի հետ, շատ զարմանալի կլիներ, որ դա այդպես չլիներ, եւ ուղղակի այս հայտարարությունը ընդունեք այդ համատեքստում։ Դրա համար ժողովուրդ ջան, բոլոր նրանք, ովքեր քննադատում են Զելենսկուն, որ տեսեք, բան չի ես դիմադրում Ռուսաստանին եւ այլն, նրանք անթաքույց պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Այնպես որ պետք չի փորձել դասել գեղեցիկ ձևակերպել, նախ դրանով քայլ են ուզում անեն, որ Ռուսաստան մենք բանը ողջունում ենք քո քայլերը, աջակցում ենք, որ դու մտել ես օկուպանտ ես, մտել ես հարևանի տարածք, նենց որ երբ որ գաս մեր կողմ մենք դռները կբացենք քո առաջ, որևէ խնդիր չկա։ Սա մի հատ Ռուսաստանին են ժեստանում եւ մեկ էլ իրանց աջակցությունը հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Ինչով են իրանց աջակցությունը հայտնում։ Եթե դուք կանգնում եք Ուկրաինային ասում եք ինչի ես կռվում, հանձնի այդ հողերը, եթե շարունակես լրիվ ես կորցնելու, ինչի ես կռվում, կռվել ես սխալը ուժերի դեմ, բայց կանգնում ես նույնը Նիկոլ Փաշինյանին ասում ես, ինչի ես զիջում, չգիտես, որ եթե զիջես ավելին են ուզելու, զիջելով հնարավոր է խաղաղության գնալ, պայքարով է հնարավոր խաղաղության գնալ, բայց դե որն է հարցը, թվում է թե նույն հարցի հետ կապված ինչի են տրամագծորեն տարբեր բան անում, որ մարդիկ մտածեն, եթե դուք արդարացնում եք օկուպացիան
Ռուսաստանի արդարացնում եք նաև օկուպացիան Ադրբեջանի։ Բայց դեպքում ոնց եք Նիկոլ Փաշինյանին մեղադրում, թե ինչ է զիջում։ Եթե դուք Զելենսկուն մեղադրում եք, թե ինչու չէ զիջում։ Այդ դրա համար որ հիմա երկու թևերը Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը իրար ուտում են, ինչ որ բաներ են բացատրում, էդ էլ է մեզ հասկանալի, թե ինչ է կատարվում, բայց դա իրանց խնդիրն է, դրա մեջ չմտնենք։ Ուղղակի ես ուզում եմ ասեմ, որ այդ մարդիկ, ովքեր հիմա ցույց են տալիս, թե իրանք Ղարաբաղի համար պայքարում են, մյուսները չեն պայքարում, իրանք տեսեք ինչ են անում, այս ամբողջ ընթացքում արել են այս իշխանությունը հանձնել է եւ այլ, թե այս իշխանությունը իր սխալներ արել է, այդ ամեն ինչը գիտենք ու խոսել ենք, բայց դա բացարձակ չի մաքրում ձեր վրայից այն խարանը, որը որ կապատը դաջված է ձեր ճակատին, որ դուք ինչ արեցիք Արցախի դեմ եւ ինչ արեցիք Հայաստանի դեմ։ Դրա համար ուղղակի մի փոքր անդրադարձ ունենամ մանրամասն իրանց ակտիվության ֆոնին։ Տեսեք, որպեսզի հասկանանք, թե իրականում ինչա կատարում։ Զորի Բալայանի նամակը, որ գրել էր Պուտինին հոկտեմբերի 13-ին 2013 թվականին, 10 էջանոց նամակ։ Տեսեք, ինչ եմ ես ուզում, սա մի հատ էլ անդրադառնանք, որ հասկանանք ինչա կատարվում։ Նախ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը մեզ մտցրեց Մաքսային միություն եւ ասեց, չնայած դա տնտեսական կառույց է, բայց մտել ենք հանուն նրա, որ Արցախի անվտանգությունը պահենք։ Այսինքն արդեն մտանք, ամեն ինչ նորմալ է, Արցախը անվտանգ է արդեն։ Մենք էլ տարածաշրջանային ամենամարտունակ բանակն ունենք, Ադրբեջանը պարտված էր, Սերժ Սարգսյանից էր վախենում է, միշտ այդ են, չէ՞ ասում, հա։ Բայց այդ պարագայում դու սեպտեմբերի 3-ին Մաքսային միություն ես մտնում, հոկտեմբերի 13-ին Զորի Բալայանը դիմում է Բանին Վլադիմիր Պուտինին, այդ 10 էջանոց նամակը այդքան ներվեր չունեմ, էլի, որ ձեզ համար կարդամ, բաց էլ ձեր ներվերն եմ խնայեմ, այն այս կարդում եմ հերիքա։ Տեսեք խնդիրը որն է, ասում է չկա Ղարաբաղի խնդիր, կա Ռուսաստանի խնդիր, սա քոնն է, արի վերցրու, սա քոնն է, որովհետև չէ որ Գյուլիստանի պայմանագրով 1813 թվականի, երբ որ կնքել է պայմանագիրը Ֆաթ Ալի-Շահը եւ Ալեքսանդր Առաջինը, Ռուսաստանի իմպերատորը եւ Պարսից շահը, որ իրանք ստորագրել են, դենտեղ գրած է, որ Արաքսից են կողմ իմ սերունդների, հետնորդների անունից ընդմիշտ ճանաչում եմ, որ դա Ռուսաստանինն է եւ այլ, այդտեղ այդ խոսքը գնում էր Արցախի մասով, տարբեր մասերի մասին էր խոսքը, բայց խնդիրը հոմենակ դա չի, բա հարց է առաջանում։ Երբ որ պատմական փաստերով Զորի Բալայանը ներկայացնում էր, որ Արցախը Ռուսաստանինն է, դու պարտավոր ես գաս տեր կանգնես քո պատմական ժառանգությանը, այս էլ փաստաթղթերը ուղարկում էր Ռուսաստանին, իսկ ինքը գրող հրապարակող խոսելնելուց բացի նաեւ խորհրդային միության ժամանակ եղել էր ժողովրդական դեպուտատ եւ այսինքն նա միութենական նշանակության հայտնիություն ուներ ու այդ պարագայում երբ որ նա գրել է ռուսական ամբողջ մամուլը ողողված էր դրանք անդրադարձել են այդ նամակը տպագրել էին տարբեր լրատվամիջոցներ այսինքն նա որ հասել էր Պուտինի եւ այլ պատմականորեն հիմնավորել որ Արցախը քոնն է դու պարտավոր ես գաս դա վերցնես բա հարց է ցակում ժողովուրդ ջան բայց այդ որ ասում է ժողովուրդ Հայաստանի զինվորը կանգնած էր Արցախում, գնացել էր իրաց տուններ պահում, իրաց սահմաններ պահում։ Դուք Հայաստանցու վիճակը պատկերացնում եք, դուք այդ զինվորի վիճակը պատկերացնում եք, բաց մեկ ամենամարտունակ բանակն ունենք, էդ չեք Ռուսաստանին կանչում, այն էլ պարտավորեցնում, որ գա վերցնի։ Ու չպետք չի որ ասեք, գիտես ինչ, բանա, դա մի հատ գրողը ասել են չեք դրա հետևից, ինքը ոչ, այդ գրողի ասածը հիմնավորվում է, որ դա մենակ իր կարծիքը չի, որտեղ երբ որ հոկտեմբերի 13-ին ինքը այդ նամակն ուղարկեց, Հայաստանը որոշակի ընդվզում եղավ դրա դեմ, այս ինչ է ասում։ Սերժ Սարգսյանը հատուկ մի հատ ուզում եմ ձեզ համար կարդամ։ Աշխատանքային այցի շրջանակներում Արցախում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի նոյեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ու բարձրագույն սպայական կազմի հետ այցելել է Պաշտպանության բանակի կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը։ Նախագահը շարահրապարակում անձնակազմին ողջունելուց հետո զրուցել է զինվորների եւ սպայական կազմի հետ, այնուհետև դիտել հետախուզական վաշտի ցուցադրական պարապմունքները։ Հիմա հարց. մի ամիս հետո Սերժ Սարգսյանը գնաց Արցախ, քանի որ ուզում էր մարդիկ սպասում էին տեսնեին դա ի վերջո Զորի Բալայանը Իրանու գլուխը արել թե Սերժ Սարգսյանը տեր է, Սերժ Սարգսյանը գնում է Զորանոց, Զորանոցում իր հետևը կանգնած է Զորի Բալայանը, հարց է ծագում, գրողների միությունը իր գնացել, որ ասեի դե լա դե գրող է Զորի Բալայանը, ամաչեցի ասեմ դու Սարի սենյակից, ինչ գործ ուներ Զորանոցում Զորի Բալայանը, քո հետևը կանգնած, եւ դա
պաշտոնական հաղորդագրությունը, որ տարածված էր նախագահի կայքեջում, պաշտոնական հաղորդագրության մեջ դրած էր նկար, որ Սերժ Սարգսյանի հետևը կանգնած է Զորի Բալայանը։ Բայց ինչ է նշանակում սա։ Այսինքն ես տեր եմ, իսկ ես ուզում եմ իմանամ, երբ որ այդ նամակը բացում ես 10 էջանոց ու կարդում ես, այնտեղ որ գրած է, որ դիմում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ ասում է Թուրքմենչայի պայմանագրով էլ էլի Արաքսից վերև Հայաստանը էտել է քոնը, արի էտել վերցրու, ժողովուրդ ջան։ Իհարկե այդ ժամանակ արդեն Նիկոլայ առաջի թագավորն էր, 1825 թվականին Տագանրոգում Ալեքսանդր առաջինը մահացավ, նրա եղբայրը անցավ, նրա օրոք ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը։ Հիմա հարց, այսինքն Զորի Բալայանը Արցախից նամակ է գրում Պուտինին, պատմական հիմնավորում բերում, որ Հայաստանը արի վերցրու, դու պարտավոր ես գազ վերցնես։ Ժողովուրդ ջան, մի մարդ տեսակ, որ Արցախն ոտի կանգնեց եւ ընդվզեց, գնաց դռան դեմը կանգնեց, ասեց դու սարի ու ապուշ չես։ Այդ մարդիկ մեր հայրենիքն են պահում, մեր թիկունքն են պահում։ Դու կանգնել ես նրանց պետությունն ասում ես, հիմնավորում ես, որ պետք է վերանա։ Բան չի մեկը չբողոքեց։ Սերժ Սարգսյանը պաշտպանեց Զորի Բալայանին, Արցախից որտեղ մնաց մի հատ հայտարարություն, որ մենք կտրականապես մերժում ենք այդ հայտարարությունը եւ դա մեր պաշտոնական տեսակետի հետ որևէ առնչություն չունի, չէ որ նույն Բակո Սահակյանը, որ գնացել էր Զորամաս, Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը իրար հետ էին Զորի Բալայանի հետ գնացել։ Արցախից մեկի ծպտունը դուրս եկավ, ժողովուրդ ջան, այսինքն դուք ուզում եք Հայաստանը վերացնեք, ժողովուրդ։ Դա էր ձեր ուզածը։ Բան չեք հուզվում, երբ որ այդ փաստերով ենք խոսում։ Դե մի հատ փաստ բերեք, որ 2013 թվականից մինչև 2020 թվականը դուք ընդվզել եք ու ասել եք մեզ Զորի Բալայանի հետ չկապես։ Չեք գտնի։ Հատուկ են հայտարարությունների մասին չի խոսքը։ Ամեն եղած չեղած հարցի հետ կապ հայտարարություն եք անում։ Դուք հասկանում եք Հայաստանցու վիրավորանքը։ Այսինքն ձեր համար պետք է կռվեն, հետո վերջում պարզվի, դուք որ կանգնեք ասեք, որ Հայաստանն ու Արցախը դա նույնը չեն, մենք գործընկերներ ենք։ Բացի դրանից էլ կանգնեք ասեք, պետք է գնանք Երևանը գրավենք։ Բացի դրանից էլ Արցախից զորք բերեք գան դնեն ջարդեն Երևանի փողոցները մարդկանց ճակատից խփեն։ Բացի դրանից է կանգնի Զորի Բալայանը պատմականորեն հիմնավորի, որ Պուտինը պարտավոր է գա Հայաստանը վերցնի, ժողովուրդ։ Էս ինչ եք արել։ Բայց դրա մասին եմ ասում։ Այն նրանք, ովքեր հիմա այսօր Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կողքին են, ախպեր ջան, կերեք ձեր լափը, բայց մի փորձեք էլի հրապարակային մեղադրել, թե Արցախի մասին լավ չեն մտածում։ Արցախի մասին այն ինչ որ այս իշխանությունն արել են, ինձանից լավ ոչ մեկը չի ասել, որտեվ ես անկողմնակալ եմ, երկուսի սխալն էլ ասում եմ, դուք եք իրար ուտում, մեկն ասում է դու ես սխալ, ես եմ ճիշտ, մեկն ասում է երկուսն էլ սխալ եք։ Սրա մասին է խոսքը։ Երբ որ մի անգամ գոնե կմտածեք, թե ինչ է տեղի ունեցել, վերցրեք Զորի Բալայանի նամակը կարդացեք եւ դրա արձագանքը նայեք, ինչ արվեց պետական մակարդակով։ Պետական մակարդակով սատարում տեղի ունեցավ Զորի Բալայանի ասածին եւ ժողովրդի մակարդակով։ Վերջ, ժողովուրդը, սա ձեր հավաքական որոշումն էր, որ Արցախը պետք է լինի Ռուսաստանի կազմում, Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի կազմում, բայց էլի վտանգավոր բան կա այդ նամակում, բադախի չեք ասում։ Ռուսաստանը միակ պետությունն էր, որը ուներ ռազմական նավատորմ Կասպից ծովում։ Իսկ հիմա ասում է 5 պետության դրոշակ է դրած։ Դե ովքեր են Կասպից ծովը բաժանած։ Ղազախստան, Թուրքմենստան, Ադրբեջան, լա դրանք ասենք լավ, հասկացանք ինչոց է։ Բայց բացի Ռուսաստանը նաև Իրան։ Իրանի հետ մենք ոչ մի խնդրեմ չունենք։ Իրանի հետ մենք նորմալ հարաբերություն ունենք։ Եվ մեկ էլ Իրանի որևէ մեկը հանում է մի հատ նամակ, տանում է դնում է իր ղեկավարության դեմը, ասում է Արցախից Ռուսաստանին առաջարկում են արի քո նավատորմով դու շպրտի Իրանին Կասպից ծովից։ Կարող է մարդը կանգնի ասի, դե լավ ժողովուրդ ջան, կարող է մի հատ ոտանավոր գրող մեկը կա, մի հատ գրող, կարող է դրա ասածը պետք է լուրջ ընդունենք եւ մենք դրա վրա քաղաքականություն կառուցենք։ Պետք է տանի նկարը դնի ասի ինչ գրող։ Այս այդ գրողը կանգնած է Սերժ Սարգսյանի թիկունքին զորանոցում, ինչ գործ ունի գրողը զորանոցում։ Կամ ինչ գործ ունի Սերժ Սարգսյանի հետ։ Սերժ Սարգսյանն ուզում է ասի այն ինչ որ ինքը ասում է ես տեր եմ, բայց հետո ասում եք մեր դեմ ոնց է քաղաքականությունը կառուցվում, մենք էլ հետո տուժում ենք, չենք հասկանում մեղավորն ով էր։ Այսպես է կառուցվում, ժողովուրդ ջան։ Դե կվերցնեք այդ ամեն ինչը կնայեք ու կմտածեք, թե ով էր ուզում, որ Հայաստանը վերանա, որովհետեւ եթե Ռուսաստանը գար Հայաստանը վերցներ, ինքնիշխան պետություն չէր լինի։
Հայաստանի սահմանադրությունով Հայաստանի ինքնիշխան պետությունը, դրա դեպ քայլանողը պետական հանցագործ է, Սերժ Սարգսյանը լինելով այդ պետության երաշխավորը գնում էր Հայաստան պետությունը վերացնողի հետ, գնում էր զորամաս, որ ցույց տար, որ ես իր ասածին տեր եմ, այդ ես եմ ասել իր բերանով։ Այնպես որ եթե հանկարծ այդ ուղղության հետ կապված որևէ բան կունենաք, ժողովուրդ ջան, ասեք, էլի պատասխանեմ, ես որովհետև ամեն ինչ ասում եմ փաստերով, դուք բերեք փաստ, կողեք աչքս, ոչ թե այս դրեք իրար էսի միջեր արեք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը Համասի գերությունից ազատված իսրայելցի պատանդների հետ հանդիպումից հետո Պաղեստինյան խմբավորմանը դիմել է վերջնական նախազգուշացումով։ Տրամպը համապատասխան կոչով է հանդես եկել։ Շալոմ Համաս, դե կամ բարև կամ ստեսություն, երևի բարև, էլի, կարող եք ազատ արձակեք բոլոր պատանդներին հիմա, ոչ թե ավելի ուշ, եւ անմիջապես վերադարձրեք ձեր կողմից սպանված մարդկանց բոլոր մարմինները, այլապես ձեզ համար ամեն ինչ ավարտված է։ Միայն հիվանդ ու այլասերված մարդիկ են դիետ պահում, իսկ դուք հիվանդ եք եւ այլասերված։ Ես Իսրայելին ուղարկում եմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է գործն ավարտելու համար։ Համասի ոչ մի անդամ ապահով չի լինի, քանի դեռ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ։ Սա վերջին նախազգուշացումն է ձեզ, գրել է Տրամպը, բայց շարունակությունը նայեք։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ այժմ ժամանակն է, որ Համասի ղեկավարությունը լքի Գազայի հատվածը, քանի դեռ հնարավորություն ունի։ Դիմելով Գազայի բնակիչներին, ԱՄՆ նախագահն ասել է, որ նրանց հրաշալի ապագա է սպասվում, բայց ոչ այն դեպքում, եթե իսրայելցի պատանդներն ազատ չարձակվեն։ Եթե այդպես վարվեք, ուրեմն մեռած եք, խելացի որոշում կայացրեք։ Հենց հիմա ազատեք պատանդներին կամ ձեզ համար դժոխք է սկսվելու, հավելել է Տրամպը։ Այսինքն, եթե նույնիսկ խաղաղ բնակիչները Համասի ձեռը պատանդեն, դու ասում ես կվերացնեմ նաև այդ պատանդներին պաղեստինցի, ոչ թե իսրայելցի։ Բայց մարդիկ գիտեն, որ Պաղեստինը որպես պետություն չի կայանում, մենակ այն պարզ պատճառով, որ սեկտոր Գազայում Համասը իր վերահսկողությունն է սահմանել, եւ ինքը թույլ չի տալի, որ այդ պետությունը կայանա։ Այսինքն պաղեստինցին էլ է կրակնենք է Համասի ձեռը եւ չեն կարողանում նրան հանել։ Հիմա ասում է, դե որ տենց է, մենք կվերացնենք նաև խաղաղ բնակիչներին, դուք պատկերացնում եք այդ հայտարարությունը, բա 20,000-ից ավելի երեխա է տարել Ռուսաստանը Ուկրաինայից, բա դրա հետ կապված ինչի չես ասում, կամ այդ երեխեքին հանձնեք, կամ տեսեք ինչ դժոխք եմ սարքում, բա ինչի չես ասում, բա բոլոր պատանդներին ռուսները հանձնել են, բոլորը արդեն ամեն ինչ նորմալ է, բոլոր հարցերը լուծված է, չէ, բա Ռուսաստանի կողմից ես, բա դրա համար հասարակությունը չի հասկանում, միտեղ ասենք այս ձևի խաղաղություն ենք ուզում Ուկրաինայում, ամեն ինչ պետք է անենք, խաղաղություն պետք է անենք, զենք պետք է չտանք, այս պետք է չտանք, որպեսզի խաղաղությունն լինի, իսկ Իսրայելին զենքը պետք է տանք, ամեն ինչ պետք է անենք, ասենք ամեն ինչով զինել ենք, տվեք, կրակեք, սպանեք, ոչնչացրեք, նաև խաղաղ բնակչությանը, որտեղ խաղաղ բնակչությունը չի ուզում դուրս գա, քանի որ խաղաղ բնակչությունը չի ուզում դուրս գա այդ 2.5 միլիոնը, հիմա պետք է ասենք, քանի որ դուք ձեր հարցը չեք լուծել, մենք ձեզ կվերացնենք, մեղավորն էլ դուք եք, որ ձեզ վերացրել են։ Այս քաղաքականությունը երկար ճանապարհ չի ունենա, ժողովուրդ ջան։ Դրա համար մենք շատ ուշադիր այդ ամեն ինչին կհետևենք, կանադառնանք պարբերաբար, որպեսզի մենք էլ մեր պետության անելիքն իմանանք, շատ լավ եւ հնարավորություն է մեզ համար բացվում եւ շատ լարված իրավիճակ է, որովհետեւ այս անորոշությունը անգամ անորոշ է, տեսեք, աշխարհի լիդերների համար, ուր մնաց շարքային քաղաքացիների։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։